Նրանք ապրում են մեր կողքին, ստեղծագործում են, կերտում են 21-րդ դարի հայ արվեստը, մենք նրանց չենք ճանաչում։ Այն, որ ջազում կարող են լինել աղջիկներ, դրա հետ արդեն հարմարվել էինք։ Այժմ ջազ են մտնում ժողովրդական գործիքները։ Իրականում արվեստում եւ նա մանավանդ երաժշտության մեջ արևելքի ու արևմուտքի խառնուրդները արդեն մի քանի դար է ինչ վառ արտահայտված են։ Բազմաթիվ արվեստագետներ, այսպես ասած քաղաքակիրթ Եվրոպայից մեկնում էին Չինաստան, Թայլանդ, Թաիտի, Հնդկաստան, ներշնչանքի նոր աղբյուրներ, նոր գաղափարներ եւ իմաստություն քաղելու համար։ Հատկապես անցած դարի 3-րդ քառորդում շատացան երաժշտական փորձառությունները։ Այն ժամանակ, երբ Ջոն Մակլաֆլինը, Ռոբերտ Պլանտը, Բիթլզ խմբի անդամները սկսեցին հաճախ այցելել Արևելք, նոր մեղեդիներ եւ նոր գաղափարներ պեղելու համար։ Այսօրվա մեր հյուրը Միքայել Ոսկանյանն է։ Միքայել Ոսկանյանը կարծում եմ իր լավագույն ընկերոջ Թառի եւ իր երաժիշտ ընկերների հետ սրանից 1 տարի առաջ հիմնեց Միքայել Ոսկանյան Friends խումբը։ Այսօր նրանք ավելի ու ավելի հաճախ են ելույթ ունենում ինչպես գլամուր այդպես էլ կեղտոտ փաբերում եւ իհարկե երաժշտական սրահներում։ Այսօրվա CV-ն լինելու է մի փոքր արտառոց, ավելի շատ ռիթմ, ավելի շատ էմոցիա, ավելի շատ ջազ, ավելի շատ երաժշտություն։ Քանի որ մենք Միքայել Ոսկանյանի եւ իր խմբին հանդիպեցինք փորձի ժամանակ։ Միքայել Ոսկանյան Friends այսօրվա CV-ի եթերում։ Ընդհանրապես էթնիկ ջազ են ասում, բայց այդքան էլ ինքը էթնիկ ջազ չի, folk fusion երևի ավելի շատ այդ ուղղվածության մեջ, իրա մեջ ընդհանուր շատ ոճերի միքս կա, էլի։ Դե քանի որ ես ինքս թառահարն եմ ու ինքը սենց ստացվեց, որպես այդպիսին ջազ նվագել, այդ խնդիրը չի դրված։ Ուղղակի ես ունեի բավականին մեծ թվով ստեղծագործություններ, ունեի ընկերներ։ Ու անցած տարի մարտ ամսին ես որոշեցի մենահամերգ կազմակերպել հենց իմ ստեղծագործություններով եւ որով կհնչի թառը նոր ձևաչափի մեջ, նոր, այսինքն ունկնդրին ավելի անսպասելի ձևով կհնչի, կդիտվի նաեւ եւ ընկերներիս հետ միասին, որոնք ջազմեններ են, որոշեցի հենց այդ ֆորմատի մեջ ներկայացնել թառը ու կազմակերպեց այդ մենահամերգ Քավերջյան արվեստի կենտրոնում։ Հետո արդեն այդ նախագիծը, հա, պրոյեկտը դարձավ բենդ։ Մենք չսահմանափակվեցինք այդ մի մենահամերգով, իրար այսպես իրար հետ ներվեցինք, դարձրինք բենդ։ Ու գնալով շատացան ստեղծագործությունները, մշակվեցին, ինչու հենց այդ ոճի մեջ որոշեցի ներկայացնել, որտեվ այն ձևով ինչ որ ներկայացվում էր գործիքը արդեն 100 տարի կամ 150 տարի այդ շատ լավ է, դա պետք է, այդ մենք ունենք այդ մեր արժեքն է, բայց պետք է նրան մի քիչ ավելի երիտասարդականացնել։ Դրանով գործիքը չի դառնում, ես թառի վրա ոչ գիտար եմ նվագում, ոչ ես նույն թառն եմ նվագում, ուղղակի նվագում եմ այնպես, ինչպես հիմա շատերը կուզեն լսել այդ գործիքը, ինչպես ես արդեն հասկացել եմ հանդիսատեսի խոսքերից, արտահայտություններից, իր ուրախություն ինձ եւ տղաների շատ լավ, որտեվ շատերը ովքեր առաջի անգամ են ներկա գտնում համերգներին, իրենց ասելով ավելին են ստացել, ոչ թե ավելին, չգիտեմ, գեղագիտական կամ առումով, այլ անսպասելի իրենց համար, լսել են այնպես, որ չգիտեմ։ Առաջարկություններ ունենք արտասահմանից, տարբեր երկրներից, թե տարբեր արտասահմանցի, թե երաժիշտները, թե ուղղակի այսպես համացանցի օգտատերեր, ովքեր որ լսում են մեր երաժշտությունը YouTube-ում կլինի, թե ինչ-որ ուրիշտեղ, հետաքրքրվում են, դիմում են, այս ինչ է, հետաքրքիր է շատ, շատերի համար ասում են, էկզոտիկ ինչ-որ բան է, հատկապես ջազի մեջ, հա, էթնիկ ինչ-որ երանգով, ինչ-որ մարդիկ չեն ճանաչում ինչ-որ գործիք ու ինչ-որ բաներ էլ կան իրանցն է, ասենք,
հարմոնիաների տեսակետից, թե ռիթմային թե բան, ու այդ միքսը շատերին դուր է գալիս ու ունենք արդեն առաջարկներ ֆեստիվալներից, մրցույթներից ու մասնակցենք։ Չէ, ես այն մարդկանց թվում էլ չեմ գտնում, որ ասում են, չէ, հայկական, ադրբեջանական չի, հայկական, բայց գիտեմ մի բան հաստատ, որ ադրբեջանական չի։ Գիտեմ, որ տարածաշրջանային գործիք է, շատ հնարավոր է, որ հենց հայերից է ստեղծվել, շատ հնարավոր է ֆարսիկներից է ստեղծվել, բայց երբ այսպես կար այս գործիքը մեր տարածաշրջանում, մեր հարևանները դեռ չկային այս տարածաշրջանում, բնականաբար ուղղակի լոգիկայով, հա, եթե գնանք, թող սուրճ չեմ չի, բայց ինչ անենք։ Մեր խմբում ստեղնաշարային գործիքներ, բաս գիտար, սոլո գիտար, հարվածային գործիքներ, պերկուսիոն հարվածային գործիքներ, նաև սաքսոֆոն որպես։ Չնայած այդ Միքայել Ոսկանյանի ընկերներ բենդ այդ անունը հենց ինքը չէր մտածված որպես բենդի անուն, ինքը իմ առաջին մենահամերգի, հա, վերնագիրն էր, այսպես ասած, ուղղակի մնացել է բենդի վրա արդեն։ Ունենք ուղղակի նպատակ, նպատակների մեջ մտնում է այս խումբը ու մասնավորապես այս գործիքը հանել միջազգային հանդիսատեսի առջև ներկայացնել ու նաև մասնագետների առջև ներկայացնել։ Սիրով համերգներ ենք տալիս Հայաստանում, բայց այս ամեն ինչը պետք է դուրս էլ տարվի, ինքը հենց, այո, հենց նպատակ է մեր համար։ Մեծ ցանկություն ուղղակի ու աշխատանք։ Փողը աշխատանքով կգա։ Բավականաչափը ինքը ճիշտ է, կարող է հարաբերական լինի։ Համենայն դեպս մենք կարողանում ենք մեր խումբը պահել այդ նվագներով, համերգներով։ Նաև չենք, ասպես ասեմ, զլանում փաբերում նվագել, որովհետև իմ համար այսպիսի խնդիր կար նաև այդ փաբեր հաճախող մարդկանց ներկայացնել այս գործիքը ճանաչել, որովհետև շատերը հենց փաբերից ճանաչել են թար գործիքը, չեն խառնել արդեն Քամանչայի կամ ուրիշ գործիքների հետ։ Ու իրոք շատերը կան, որ անգամ չգիտեին ինչ է այս գործիքը, բանը ցավալի էր ու շատ մարդիկ այդ ձևով տակից, հա, ոնց որ արդեն գիտեն։ Արվեստը քո մեջ է, եթե դու որտեղ ուզում ես փողոցում նվագի, եթե քո մեջ կա այդ արվեստը, դու կարող ես արտահայտել ու բոլորը զգում են դա, որ արվեստ է։ Չէ, մեծ նկարիչներ կան, որ չգիտեմ որտեղից են սկսել ու այդ արվեստը մեկը մնա արվեստ։ Այս մեծ չխոսամ, բան, բայց մենք ամեն ցանկացած նվագ, չասեմ համերգ, ցանկացած նվագում ենք այնպես, ոնց որ դա մեր վերջին համերգն է ու այդ աուրան ստեղծվում է ցանկացած սրահում։ Ուզում եմ դա փաբ լինի, ուզում եմ կլուբ լինի, ակումբ լինի, ուզում եմ մեծ համերգասրահ լինի։ Ես ուղղակի անում եմ իմ գործը։ Ես անում եմ, ուզում եմ այդ քո ասացի պես լինի, դուրս գա այս երաշտ։ Ամեն մեկը ունի այդ հնարավորությունը իր գործիքը, իր ունեցածը առաջ տանելու։ Ես, չգիտեմ, իմ ընկերների օգնությամբ եւ շատ բարի կամք ունեցող մարդկանց օգնությամբ ուղղակի կարողանում եմ այդ չասեմ արել եմ, բայց այդ ճանապարհի վրա եմ։ Իհարկե, դա ոչ թե ցանկալի է, դա շատ լավ կլինի, դա այդպես էլ պետք է լինի, երբ պետական հովանավորչություն ունենաս կամ նախարարության մակարդակով աջակցություն ունենաս, հա, ուղղակի դնել սպասել, որ կանեն, դա էլ սխալի, պետք է ինչ-որ բան անես, գուցե նկատում են, հետո կսկսեն անել, կամ դեռ չեն նկատել, կնկատեն, կանեն, չգիտեմ, ամենայն դեպս մենք նվիրված մեր ստեղծագործական աշխատանքները կատարում ենք, մեր համերգները տալիս ենք։ Իմ համար կա բարձր և ցածր այդ արվեստներ։ Չեմ էլ ասում վատ է, որ ցածր արվեստն էլ է պետք համապատասխան դեսարանի համար։
շատ է չէ խոսում ռաբիզի մասին, սանախ մասին, նրա մասին։ Դա կա, դա գոյություն ունի, դա միշտ մատ չես կարող պայքարել, բայց դու ինչքան կարող ես ավելի որակով, ճաշակով սարքել երաժշտությունը։ Ու ուղղակի կա մի բան, որ ես երբեք այդ իմ ասած ցածր երաժշտության մեջ չեմ ուզի մտնեմ ու չեմ էլ մտնի։ Ու ընդհանրապես գտնում եմ, որ լավ երաժշտություն պետք է ավելի շատ մատուցել ժողովրդին, ինքը հաստատ կհասկանա որն է լավ, որն է վատ։ Այդ սուտա, որ ասում են պահանջարկն է թելադրում, բան չէ։ Արվեստի մեջ ինձ թվում է հակառակն է, ինչ տաս, ինչ շատ տաս են ընդունել։ Մի անուն կարամ ասեմ, որ շատ էի ուզում նվագել ու այս տարի հաջողվեց նվագել Արտուր Թունջկոյաջյանի հետ։ Հայկական իրականության մեջ, գիտես, նա գրեթե բոլորի հետ նվագել եմ արդեն։ Շատ դեռևս երևի տարի կես առաջ շատ երազանքներ ունեի ինչ-որ երաժիշտների հետ նվագել, այս մի տարվա ընթացքում իմ կյանքում ընդհանրապես այս տարին շատ հագեցած եղավ ամեն առումով շատ ու շատ երաժիշտների հետ իմ սիրած երաժիշտների հետ ես բախտ ունեցա նվագելու։ Իմ սիրած երաժիշտներից մեկն էլ Էդուարդ Հարությունյանը պերկուսիոնիստ, այսօր արդեն մեր խմբում մեր երաժիշտ է նաև էլ, չգիտեմ, առաջինը երևի Ռիչարդ Բոնային է, Singin, Shakti խումբը։ Առաջի այդ խնդիրներից մեկը փորձատեղ չունենալն է։ Խումբը կա, հավաքված են երաժիշտներ մի գաղափարի շուրջ, բայց չունեն փորձատեղ, դա շատ ահավոր խնդիր է, բազմիցս բախվել եմ այդ խնդրին։ Ունեմ շատ լավ ընկեր Ուլիխանյան Վարդանով իրենց ակումբի բեմը սիրով տրամադրել եմ ես շաբաթի երկրորդ փորձ ենք անում։ Այդ առումով մեր խումբը կարելի ասել երջանիկ խմբերից մեկն է։ Ձայնասկավառակ մտածում ենք արդեն։ Եվս խնդիր է, որ ֆինանսի հետ է կապված, հա, ձայնագրությունը մեծ ծախսերի հետ է կապված, իսկ բենդին դա շատ պետք է, օրինակ արտասահմանյան շատ կազմակերպություններ կամ ասենք փառատոներից լավ լեյբլով այսպես ձայնագրություն են պահանջում։ Էդ էլ ունենանք, կգնայր։ Ամենա բարձրագույն փառատոններն էլ այսօր հասանելի են։ Չգիտեմ, պրոդյուսերական ոնց որ տեսնում ենք արտասահմանում, հա, երաժիշտների այսպես ագենտները, հա, գործակալներ ասենք, ինչպես են աշխատում, այստեղ կան մարդիկ կան, որ հաջողությունների հասնում են, բայց ընդհանուր առմամբ այդ դպրոցը ոնց որ չկա, էլի այդ մշակույթը չկա։ Հնարավոր է դա կախված է նաև սահմանափակ դաշտից, հա, փոքր երկիր ենք Երևանի սահմաններում ամենակ անգամ շրջաններում չկա ու ընդհանրապես ծանոթություններն էլ մեր ասպարեզում այնքան շատ է, որ հատկապես քո երկրում կարիք չես ունենում ինչ-որ մեկը, որ քո համար խոսել, ես կարող եմ ազատ շփվել ցանկացած, ասենք, համեր կազմակերպիչի, համեր կազմակերպողի կամ ակումբի տիրոջ կամ համերգասրահի վարձելու հետ, ամեն ինչը մենք կարող ենք անել այստեղ։ Իսկ այդ դրսում դուրս գնալ համար դա շատ կարևոր է։ Կարծում եմ լուրջ մասնագետ է պետք, ով այդ բոլոր հարցերը կվերցնի իր վրա, ու մենք ուղղակի մեր ստեղծագործական աշխատանքը կկատարենք։ Այսօր ես կրկնակի աշխատանք եմ կատարում։ Կարելի ասել ղեկավարում եմ բենդը, նվագում եմ բենդում ու կազմակերպում եմ այդ ամեն ինչը։ Ու ինձ մի քիչ ավելի դժվար է։ Որ ասեմ մուսայով անպայման, հա մուսա լինում է, չէ՞, բայց ոչ միշտ է որ մուսայով է եկալ, ուղղակի պահի տակ ամեն պահի կարող է երգցնի ու գրքից մեջ առաջինը ոնց ասեմ, ես սկսում եմ երգ լսել ինքսի մեջ ես լսում եմ դա, հետո փորձում եմ այդ լսածս երգեմ, հետո ձայնագրում եմ, նստում մշակում եմ, բան բերում եմ տղաների հետ, սկսում ենք գործիքավորել, հիմնականում այդպես
Հաղորդման հովանավորներն են Մեգապոլիս ամսագիրը եւ Ասեկոսե.am կայքը։ Մեգապոլիս, ձեր բաց պատուհանը դեպի մեծ աշխարհը, դեպքեր, պատմություն, նոր հայացք, ինքնատիպ դիտարկումներ, այս բոլորը Մեգապոլիսի էջերում։ Մեգապոլիսն արտացոլում է կյանքը ոչ միայն այնպիսին, ինչպիսին մենք ենք տեսնում, այլ այն կյանքը, որ տեսնում ենք ձեզ հետ միասին։ Ընտրիր նոր ճանապարհը, քայլիր դեպի Մեգապոլիս ու Մեգապոլիսի հետ։